Հայրենիքի սերը զորեղ է, և նվիրումը պետք է լինի անմնացորդ։ Եթե որոշել ես դառնալ հայրենի եզերքը պաշտպանող զինվոր, ուրեմն պետք է անցնես զինվորական կյանքի անկանխատեսելի մարտահրավերների միջով։ Դեռ պատանեկան տարիներից, երբ որ ինքը դեռ կուրսանտ էր, վազում էին իրենք գնալ սահմանը տեսնել, մարտնչել, հասկանալ, ինչ բան է սահմանը, հայրենասիրությունը իրենց մղում էր դրան։ Իրա տված նվերներից էլ, երբ որ եկել էր Դիլիջան, այս վերջի անգամ, այս նվիրեց Մոնթեի շատ խորհրդանշական է ինձ թվում։ Որ խնդրեմ չեք տա իր անկյունի համար, իր թանգարանի համար։ Չնայած ինձ շատ թանկ է իրականում, որովհետև սա նվեր է իրենից, բայց թանգարանի համար, երբ որ պահվելու է իր հիշողությունը։ Պարոն Մինասյան, շատ շնորհակալ եմ։ Բարի ճանապարհ։ Ասում եմ մենք մոնթեական ենք, ես մոնթե եմ ավարտել, ես մոնթեով շատ էր շարժվում։ Շատ կար ժամանակահատվածում հասկացանք, որ գործ ունենք ոչ միայն գիտելիքներով օժտված հմուտ սպայի, այլ նաև շատ պարկեշտ կարգին մարդու հետ։ Մարդիկ տեսնելով այդ պարկեշտությունը, տղամարդկությունը, իրեն գործին նվիրվածությունը եւ ազգին նվիրվածությունը համախմբվել են իրա շուրջ։ Շնորհավորում եմ ձեզ երթումն ընդունելու կապակցությամբ։ Ուրա, ուրա, ուրա։ Հավատացեք, ամեն մեկը կատարելով ընդամենը հրամանատարների տված խորհուրդները, հրամանները անփորձանք վերադառնալու են իրենց ընտանիքները։ Սվոլը դեպի դաշտը, արագ ստոպրները գցում ես, պատրաստվում ես այդ կողմի քո առաջինի կրակայինին։ Հենց հրաման տամ այդ ժամանակ նոր սկսում ես, բայց քեզանից շուտ կարող ավիացիան հրետանին սկսեն։ Դու իրանց չես նայում, դու քո գործին ես հետևում, ֆռում կանգնում ես քո հրամատները։ Բոլորը ձեկուցեք պատրաստվածության մասին, արագ, հերթականության 316 քեզանից։ Դունեցիր, արագանցու, վերջացու 316 ու ձեկուցիկ։ Քանի 100,000 անգամ ենք սենց գնացել ճանապարհով։ Այս ճանապարհը շատ հոգեհարազատ ճանապարհ է։ Որ նշանակեցի նոյեմբերյան հրամանատար, այդ օրվանից ամեն օր եղել եմ Վահագի հետ, մինչև պատերազմի վերջին օրը, մոտ 8 տարի, կես 9 տարի։ Ճանապարհին էլ ինքը հայրենասիրական երգեր էր միշտ լսում, շատ։ Ցանկացած տեղով անցնելուց ինչ որ մի մեծ բան տերում են, ասում ես քարեն եկեք, դի դառնա Երանուհի։ Ռեքսին տենան գնան։ Կողմում շուն ունենք, Ռեքս անուն ավճար կա։ Գնում էինք դրանից հետո էլ, որ ասենք թե հյուր էին գնում կամ առիթ կար նոյեմբերյան, անպայման շանը պիտի տենայինք։ Պիտի գնալ շանը խաղար։ Ռեքս, ոնց էր Վահագանում։
Եթե ուզում ենք զինվորը ենթարկվի, եթե ուզում ենք զինվորը հարգի հրամանատարին, պետքա հրամանատարը լինի գրագետ, պետքա սպան լինի կարդացած։ Դու դրանով դառնալու ես առաջնորդ, դու դրանով ստեղծելու ես հարգանքը, շրջապատը, թիմդ, ինչով էլ վաղը մյուս օրը կարողանալու ես հաղթել հակառակորդին։ Վահագն Ասատրյանը թրծվեց իր երազած, իր ընտրած կյանքի բոցավառ քուրայում եւ փայլեց բացառիկ զինվորականի լույսով։ Ոչ մի բան ընդհանրապես բանակում ձևական չի, դա մտածված է։ Եթե դու հասկանալով ես անում, ավելի շուտ ես ընկալում։ Եթե դու անում ես ուղղակի տենց ասել են, չես դառնալու, չի ստացվելու։ Դրա համար անպայման առանց ամաչելու հարց ուր անտար, ես որ ասում եք զեկուցի, ինչի եմ էդի զեկուցում։ Չի լինի չզեկուցեմ, ես եկես կբացատրեմ, այդ սրա համար դու կհասկանաս ու արդեն այդ ցուցիչներին առավել ուշադիր կլինես։ Բոլոր նախաձեռնությունները մենք փորձարկում էինք հենց Վահագի ղեկավարած գնդի հենքի վրա։ Մեր խնդիրը չթույլատրել մեր հայ զինվորի մատը փուշ մտնի։ Մեր համար մեր զինվորը շատ թանկ է։ Նոյեմբերանի Բերթամանի վրայի դրոշը պիտի գնանք փոխենք, Վահագի մտահղացումն էր, որ դրոշը տեղադրել են դա դրոշ չի եղել նախկինում։ Դրոշը դնելու համար խոսում ենք Վահագի հետ, առաջի անգամ որ պետք է դնենք, բառացի չէ, բայց իր ասացի մեջ այս խորհուրդը կար, որ ամեն գնով ու ամեն ինչով պետք է հակառակորդին ճնշենք, ու որ իրանց դիրքի դեմը մենք եռագույն պետք է բարձրացնենք, դա պետք է։ Մեկ էլ առաջի դնելուց հիշում եմ, որ չէր թողում ես հետը բարձրանամ, անհանգստանում էր ու իր բառերն եմ հիշում, որ հասկանում ես, այստեղ Թուրքի պոստի դիմացը եռագույնը ձեռդ բարձրանալ, այդ նույնն է ցլամարտի ժամանակ ցլին կարմիր ինչ-որ կտորով գրգռես էլի։ Դիրքերը որ գնեմ ենք ինժեներական աշխատանքներ կատարելու անընդհատ առաջնագիծը ասում էր առաջնագծից գործ չունեք, թողեք ես առաջնագիծի բան կանեմ։ Կահավորելու ինքն էլ էլի կանգնում անձն։ Իր ասածը չանելը ամոթ էր, ոչ թե վախելով էր իր ասածը անում, այլ ամոթ էր անում իր ասածը չանել, որովհետև ինքը այնքան մարդկային բաներ քո հանդեպ անում, որ իր ասածը չանել չէր լինի։ հատուկ նշանակության զորամասի հրամանատար եղած ժամանակ երևի թե ինքը վերհիշեց այն ինչ սովորել էր Մոնթեի վարժարանում հետախուզական մասնագիտությունը կատարելագործելով եւ նրա ղեկավարությամբ
մեկ անգամ չէ, որ իր զորամասը տարբեր խնդիրներ է կատարել եւ հակառակորդին պարտադրելու եւ հակառակորդին պատժելու եւ նաեւ հատուկ խնդիրներ կատարելու Պատերազմի ժամանակ աշխատանքային քարտեզն եղել, որի վրա ինքը որ որոշումներ է կայացրել, Վահագի անկյունի համար մխիթարեն Անդոյին պիտի տեսնեմ, վերցնեմ, դնեմ իր աշխատանքային ձեռքի տակի քարտեզը, որպես հուշ։ Բարև ձեզ։ Հարիկ, Տինյաս ջան, բարև ձեզ։ Հուշանկյունի համար Վահագի նյութեր եմ հավաքում, արխիվային ինչ կա կապված Վահագի հետ։ Հերոսի քարտեզն մեր մոտնա, որը որպես շատ լավ հուշ պահել ենք ու ցուցադրում ենք ու ցուցանում ենք։ Այս ամբողջն ինչ գծանշումներ տեսնում եք, ինչ պլանավորում տեսնում եք, այս ամբողջն մեր հերոս հրամանատարի պլանավորվածն ու հաշվարկներն է, որոնք որ բաշխել է ստորաբաժանումներին ըստ բնագծերի։ Ուղիղ է տանտենի գլխին, Գեղամ ջան։ Էս անում ենք վիշկի գլխին։ Բախշան վիշկի դեմը մարդ կա խպի, Բախշան։ 50 ենք։ Դավաններն են կերկյակին արո, խճո, անդո, իվան տաղի տարունը չեմ կարատան։ Ընդանուր ասած ուեցնած։ Յակողքը դու քեզ դուխով էր զգում, համ հզոր էր զգում, դու չէր կարող, ասենք վախկոտ լինեիր, ասենք հաստատեն ամենավախկոտ զինվորը Յակողը միշտ հզոր էր զգում ու ամենակարողն էր զգում։ Երբ որ մարդու դեմքին, աչքերին նայելուց դու տեսնում ես, որ գործ ունես հրամանատարի հետ, որը որ կարա մարտական խնդրի կատարման ժամանակ ուղղակի ամենափոքր չնչին հաջողությունից ընես ցնծություն ապրի, որ ինքը մի հատ ամբողջ գումարտակ բրիգադ մարտիկների մի հատ հզոր բանակ ինքը ապրեցնի իր ցնծությամբ ու ուրախությամբ։ Ինքը կյանքում իր զինվորին չի թողնում մենակ, կյանքում։ Մեր ուժեղ խմբերը գործանելու ժամանակ ինքը պարտադիր գնում էր, հասնում էր իր աշխով, տեսնում էր նոր հանգիստ էր գալ։ Ամենադժվարին պահին տղերքից յուրաքանչյուրս հայացքը սևեռում ենք հրամանատարին, հրամանատարի տված հրահանգներին, այդ ամենով փաստվում էր, որ բոլորից մեջից ամենահզորը հենց հրամանատարն էր։ Ռազմական արվեստի գիտակ, ստրատեգ զինվորականը թանկարժեք իր կյանքով, իր գործով միշտ իր զինվորի կողքին էր, նրան սովորեցնելու, կրթելու, դասյարակելու, առաջ մղելու մեծագույն նվիրումով։ Որ պատերազմ էր, Քարվանջարում դիրքներ, թուրքը վերցրել էր արդեն մերոնցից։ Մենք որ գնացինք, մի օր ու կես անց մոտ էր, չէին կարող ոչ մեկ վերցնել։ Գնա։ Խփես, երրորդը։ Որոշում կայացվեց, որ գիշերն պետքա հասնենք Ագագիրոյի։ Դժվար անցանելի լեռներ էին, որտեղ որ ընդհանրապես մենակ հաղթահարվում էր հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմի կողմից հետիոտ ընկարկով։
տեխնիկա բացառում էր։ Ինքը երբեք չգերադասեց հրամանատարական կետից որոշումներ ընդունել ու ղեկավարել։ Ինքը որոշումն ընդունում էր ու յուրաքանչյուր ստորաբաժանման միջոցառած կարգադրության հետ մեկտեղ ինքը նախճեվից իրագործում էր այդ ամեն ինչը։ Ինչի վրա եք գրավում։ Սպեցնազ առաջ, հələ տանին չենք դատարացնում, քիչ է մնացել, հասնում են տեղեքս։ Եվ հակառակորդն չպատկերացրեց, որ հայկական զորքերի զինծառայողները կարան բարձրանան հենց դիմահար ժայռերի արանքներով, որը որ պահանջեց մոտավորապես 7-ից 8 ժամ։ Մեր հրամանատարի այդ պորտկումը, որ անենց գորած ապրեք, ձեր ցավը տանեմ, ոնց որ մի հատ լրիվ ուրիշ նույն ձայնով հրամանատար մեզի միանգամից շատ մեծ ուժով մեր հետևից առաջ հրեց։ Ես լուրջ եմ ասում, որ Հայաստանի առաջի հաղթանակն է, ամենալուրջ հաղթանակն է, ամենակարևոր հաղթանակն է, մտեք։ Այդ պահին աչքերից արտասուքներ էր գնում ու ուրախության արդյունքներ։ Ինքը որ հուզվավ, ավտոմատ մենք սաղս լացեցինք, հելավ կանամասը սպեցնազ, փարք մեր ընկերոջը շարժվում ենք առաջ։ Նկար ուղարկեց ինքը կնոջը Ասմիկին, որ ամպերից էլ վեր, այսինքն հաղթանակել եմ, ես արդեն ամպերից վեր կանգնած եմ։ Հոկտեմբերի 5-ի դրվագը անելանելի վիճակ էր ու մեր ստորաբաժանմանը, որ հաջողվեց այդ շրջապատված վիճակից դուրս գալ, այդ միայն ու միայն հրամանատարի հերոս լինելու, հրամանատարի հրամանատար լինելու շնորհիվ էր։ Այստեղից դուրս ենք եկել եւ մեր հարավային զորամասերից մեկի օգնությամբ զբաղեցրել ենք այս Անդառա եզր, Բարձուն, Բլուրներ։ Եկան մերը չի։ Տերում եք անդո, երևի ծալի կապեք, դե միանգամից թռեք ճամպեն, որ չերևակ, ըտե աբրիվա, որ թռնեք ճամպեն չեք երևա։ Երեք միացեք իրան, ընդանուր, երով պտի աբրի Մանդական խնդիրները փայլուն ավարտելուց հետո Օմարի Մռավյան լեռնաշղթայի հատվածում խնդիր առաջադրվեց ընդհանուր զորախումբը տեղաշարժել դեպի հարավային ուղղություն, որովհետև արդեն իսկ հարավային ուղղությունում թշնամին չեղքել էր մեր պաշտպանությունն ու իրավիճակը բարդացել էր։ Մեր շարասյունը որ խոցեցին, բոլորս իջանք մեքենաներից, հələ չէինք իմանում ով է վիրավորվել, ով է զոհված եւ այլն։ Ձեն տվեց, գոռաց ասես մի հատ բոլորդ, պետք չի կամբատները, խմբերով հաշվեք, անձնակազմը ստուգեք ու շուտ զեկույց տվեք ինձի, տենան բոլորը տեղում են։ Այդ պահը ես հենց իրա կողքն եմ եղել էլի։ Ուղղակի անհնարին էր, ընդհանրապես ոչ վիրավոր ունեցանք, ոչ զոհ ունեցանք, ու ինքը այդ պայթ շատ լցված առաջ հրաման տալով ու գնում էինք առաջ։ Մեր ռազմերտիկ հարդեսնա, որը որ հյուսիս արևելքից ամբողջ ստորաբաժանումը տեղափոխվեց դեպի հարավ արևելք, խնդիր ստանալով փորձեց ջրականից դեպի Կուբացլու ճակատագործի կողմից ճեղքվածքը փակելու։ Մենք շարժվել ենք Կուբատլիով, Խավստիով դուրս ենք եկել Ջաբրայել, այստեղ անձամբ ինքն իր ձեռքով նշված է գալիս է մինչև Շիշդակ։ Շիշդակը սարը, հա։ Այո, սա կարևոր նշանակություն ունեցող բարձունք էր, որն ով տիրում էր սրան, տիրում էր Հադրութին։ Այս ամբողջությամբ մենք զբաղեցրեցինք։ Այն ավտոները, որ կանգնած են դրա ձախ ձորից լինիան է, այսինքն ստենում է ստերերքին, պարկած փորում են սա, այսինքն գնում է իմ լինիան, այսի հետրկը եմ սարքում, միջև այն ճանապարհը, որ վերջանում է, այն բարձունքը հետևի։ Ու էդի սաղ պահում են ընդամենը 10 խմբով, 4-ը ժամկետային, 6-ը պայմանագրային, առաջի
երկրորդ ջոկատները ուժեղացված դիպուկահարը ատսնել հուսամ կհասնի։ Ելք չկար էլի Հադրութում արդեն թուրքեր էին, թիկունքը փակ էր ու կապնվում ենք հրամանատարի հետ, ես խոսում եմ ու ես քանի որ ծնունդով Արցախից եմ, Հադրութի շրջանից հենց, հիշում եմ, որ փոքր ժամանակ այդ ճանապարհով ես մի անգամ անցել եմ ու հրամանատարին ասում եմ, այսպիսի ճանապարհ կա անտառի միջով, ես կարող եմ հանել խմբի, դուրս են գալիս Սարինշեն բարձունքը, Սարինշեն գյուղի բարձունքը ու թվում է թե հա, էսա փսյա պրծավ ամեն ինչ, վտանգը պրծա, մեկ էլ ռմբակոծում են մեզ, կապնվում եմ, ասում եմ ամեն ինչ մեր հսկողության տակ է, էլի մի մտածեք, դուրս են գալու, մեկ էլ այնտեղից իրա ձենն եմ լսում, որ ցավը տանեմ, դուք մենակ ողջ մնացեք, ամեն ինչ լավ է լինելու։ Դա էր իր կարգախոսը, որ մենք չունենք մեր հողն անպաշտպան թողնելու։ Եվ վերջի իր իսկ կողմից ղեկավարված մարտերը վերջի Հադրութի մատույցներում էր։ Զեկուցեցին, որ այգիներում քողարկված են թշնամու մեծականակ հատուկ նշանակության ջոկատայիններ ու հրամանատարի որոշմամբ միանգամից հնչել է հոտորիկ հրամանը, որը որ նշանակում էր ընթացքից հարձակվել։ Միանգամից ջախջախեցին հատուկ նշանակության ստորաբաժանումներին թշնամու մոտ 60-ից 70 մարդ։ Ինձ համար կարևոր էր իմանալ իրադրություն անձամբ իրենից եւ հարց տվեցի։ Ոնց ես։ Պատասխանը շատ առույգ, ձայնով, ուժեղ եմ հրամանատար։ Եվ նույնիսկ այդ իր պատասխանը, իր ձենը, քանի որ ես իրան շատ վաղուց եմ ճանաչում, հուշեց, որ տիրապետում է իրավիճակին եւ հասկանում է ինչ պիտի անի։ Ինքն մարդկանց էր, որ չէր սպասում խնդիր ստանալ, նոր այդ խնդիրը կատարի։ Այն որ մի բան մեր հետ տեղի էր ունենում, սկսած մեր հակառակորդի կողմից մեր դեմ վարած հրազենային կրակից միջև հրետանակոծություն ինքը էդի նախորոք էր զգում, ասում էր, այս թևից սենց բան ալնելու, կարակ լուր այս հանձնակազմին տեղաշարժեք, այս տեղանքով, այս կողմից սա է սպասում, այստեղ դիրքավորվել է պետք էս բարձունքը, ամեն ինչ իր կողմից ոնց որ կանխորոշվեր այդ ամեն ինչը, ինքը յուրահատուկ հրամանատար էր։ Արցախյան 44-օրյա պատերազմը Վահագն Ասատրյան զինվորականի իմացության ձեռք բերած գիտելիքները տեղին ու նպատակին ծառայեցնելու հանրագումարն էր։ Մարդ, ով խաղաղ կյանքում ընդօրինակման կատարյալ կերպար էր, իսկ ռազմի դաշտում թշնամու ահ ու սարսափ։ Ուզում եմ սա փոխանցեմ ձեզ, որպեսզի իր տեղն գտնի, հետագայում մեր սերունդները սրանով պետք է կերտվեն, դաստիարակվեն։ Նա իսկական առաջնորդ էր, որ չղեկավարեց մարտը հրամանատարական իր դիտակետից, այլ կանգնեց զինվորի կողքին, կռվեց առաջնագծում, գլխավորեց ամենաբարդ մարտական գործողությունները, զգաց պատերազմի ամբողջ ծանրությունը եւ չնահանջեց եւ չկոտրվեց։ Նա իր բաժին կռիվն ավարտեց փառքով, ավարտեց հաղթանակած, մեզ ողջերիս թողնելով ամենահրամանատարի գերազանց առաջնորդի երկնքում ամպերից էլ վեր արծվի պես վեհ ճախրող անմահ հերոսի կերպարը։